Ուրեմն մենք որ ասում ենք կոռուպցիա, մենք կոռուպցիայի դեմ պայքարը ոնց ենք պատկերացնում, որ դատախազությունը ցուցակը հարապարակելու է եւ վերևից ամենախոշորից սկսելու ենք։ Հերիքա, երբ որ խոսում ենք կոռուպցիայից, ասում բանդերն էլ մեկը մինիու է ստացել, բա մեկը, չգիտեմ, $50,000 ստացել տոնը մենք դրա մասին չենք խոսում հասարակ քաղաքացիները, եթե ինչ որ մի բան իրանց ասելա։ Մենք խոսում ենք $467 միլիոն, դա Արցախի առաջնագծի ամեն մի կիլոմետրի վրա $2 միլիոն է հասնում։ Եվ այդ $467 միլիոն, $25 միլիոն, $27 միլիոն, $20 միլիոն, այ այսպիսի բախշումներ ա եղել ու մի վարքյան, հիմա մի վարքյան շատ կարևոր բան եմ ասում, ու թող մեր ընկերներն էլ լսեն, ինչ կլեյմո են փորձում մեր վրա դնել, ասում են այ Նիկոլի խաղն ա, ուրեմն ասեմ, մենք խոսում ենք այն գումարների մասին, որ հենց Նիկոլ Փաշինյանն ա փոխանցել այդ հանցագործ կլանին, հենց իրա փոխանցած գումար, խոսքը գնում, բա մի վարքյան էլի սկսել ենք էլի, որ չավարտեցինք, հələ մի հատ տեսնենք, մի քանի օր չի, ընդամենը անցած անգամ դատախազություն ահագին անգամ են գնացել, օրավր Ապա ես չեմ ասում դուք անգաժիրованные լրատվամիջոցներ եք ուզում եք քաշտակ տանեք դե չի ստացվելու ուրեմն մի վարքյան մեր հարցը կոնկրետ չկա այդպիսի հարց որ ինձ տված են ստեղ ձեր համար ոչ ԿՊ-ի падգամավորանս կաղնած ոչ բանա Հայաստան դաշինքը ոչ էլ պատիվ ունեմ այդպիսի հարց չկա որ Արտուր Սիպյանը չի պատասխանում ասում եմ գնացվել է հիմա մի վարքյան հերթով գալիս ենք հələ մի հատ տեսնենք ստե ինչ է ասում Մենք կաշկանդված չենք ոչ մեկից բան, խե թալանչիներից չենք պահանջելու, խե միջև Նիկոլ Փաշինյան Հիմա ես ասում եմ դուք ինչ դաշտ եք ուզում տանեք, որ մեկի անունը տանք, մեկին իջտանք ասեն Ժողովուրդը ուրեմն պետք է իմանա այդ անունները լրիվ ցույց մի վարքյան, եթե ժողովուրդը մի վարքյան, երբ որ ժողովրդին այդ ցանկությունը լինի Այդ 48 հոգանոց ցուցակ այս են ժողովուրդ, երբ որ ասեմ պետք է 48 հոգանոց ցուցակը մի կայքում կհրապարակենք, ասենք ժողովուրդ նայեք, հրապարակված է, ինչ որ խոսում եմ հրապարակային տվյալներ է։ Իսկ ինչու եք Արցախի նախագահի պաշտոնին 1 ամիս է մնացել, ինչու եք հենց այս ֆոնին դուք սկսել պահանջել, 1 տարից ավելի այստեղ Արցախի նախագահի պաշտոնը ստե կապ չունի, մի քանի շաբաթից հետո ավարտում եմ, այդ մի վարքյան հարցը լսել եմ, էլի։ Հիմա խնդիրը նրանն է, որ ժողովուրդ հարցակցել մնում են դր ու հիմա է մնում, հեսա հաշված շաբաթների խնդիր է, եթե այդ 40+10-ը կտրվում է, այդ ժողովուրդը ուրիշ տարբերակ չի մնում։ Մենք չենք եկել տեսնենք ինքը երբ է իր սուրոկը ավարտում, երբ չի ավարտում։ Մենք եկել ենք կոնկրետ հարցի համար։ Այդ ժողովրդի սոցիալական խնդիրների կարում ես լուծես, թե չես կարում լուծես։ Միացել շտաբին, Արցախի խորհրդին ինչի՞ չեք միացել։ Իրենք էլ այդ նույն պահանջները հնչել։ Ուրեմն մի վարքյան, այդ մարդիկ իմիջիալոց ովքեր որ այս ակցիա նախաձեռնել են, այդ հենց այդ շտաբից էին։ Բաց այդ հա, հիմա այդ նույն շտաբն էլ գնացել է դատախազություն, նույն պահանջի դրել է։ Հիմա մենք էլ ենք դրա հետևից գնում թալանած, այստեղ ինչ կա որ ուզում ենք։ Առանձինի խնդիր չկա, հրավիրված են բոլորը։ Ով ցանկություն ունի, ով գտնում է որ իր այդ բանը թալանածի ֆինանսական սոցիալ խնդիրների լուծման ճանապարհը սա է, բոլորն էլ հրավիրված են։ Հիմա ես ավելի Մենք անցած անգամ ինքը ասեց որ օրը մենք ենք նշանակել ասել ենք որ հաջորդ չերես մի օրից հետո ստելնելու ահավաք խոսք գնա սորվա մասին եւ նենց էր որ ինքը ասելա որ պատասխանելու եմ ձեր հարցերին հիմա թողենք տեսնենք ինչա պատասխանում հետո իմանանք գնում ենք դատախազություն թե գնում ենք կառավարություն թե ոչ միտեղ չեն գնում Հանդիպելից եմա չկա, մեզ հատ հարց ունենք, դուրս արի ասա, թե ոնց ես դու պատկերացնում ես ժողովրդի սոցիալ խնդիրների լուծումը, հարցը հրատապ է, այդ հրատապությունն է, որ ասում եք ինչի հիմա է դարել հրատապ, ու բացի դրանից մենք տեսել ենք, որ ինչ որ նախաձեռնություններ են փորձում անեն, թողել ենք փորձեն անեն մարդիկ ամեն մեկը իր միտք ունի ինչ որ ճանապարհ է տեսնում մենք ոչ մեկին չենք հետ ասում են որ Սավել Բաբայանը Դե նա հարցին պատասխանես կապողն Հիմա մի վարքյան հիմա ես մի բան ասեմ ձեզ էլ կապում են ասենք թե ես իմ եւ ասեմ մի ուրիշին հետ հիմա ինչի են կապում ասեմ
Հիմա մենք որ ստեղ ենք, երբ որ մենակ Սամվել Բաբայանին չենք ապում, մի վարքյան։ Մենք որ հենց որ կոռուպցիայի հարցը դրվում է, դա Ղարաբաղից էր դեռ վաղուց եկած։ Սկսում են այդ հարցը դոնորին կապել սրանարան հետ, որպեսզի որ այդ շարժումը եւ այդ նախաձեռնությունը էժանցնեն։ Ասեմ, ստեղ ոչ մեկ խառնված չի, որևիցե քաղաքական ուժ։ Պարզ հասարակ արցախցիներ ասում են, մեկը գյուղագործ է, մեկը բանահին նախկին սպայա եւ այլն, սովորական հասարակ քաղաքացիներ։ Այս հարցը դրել են ստեղ, որ արավիրել ինձ, որ Արտուր արի մնացած հիմնավորումների։ Միջև ձեր այստեղ գալը, ես խոսել եմ այստեղ հավաքված արցախցիների հետ, շատերը տեղյակ չէին ինչի համար են եկել։ Շատ իզուր եք արել, շատ իզուր եք արել։ Ուրեմն մի բան ասեմ, մի վարքյան։ Ձերոնցից բերում եք դնեմ խոսացնում, դուք ասեմ որ նա ձերոնք, ասեմ որ նա։ Ձեր ագենտուրան, ձեր լրատվականի ագենտուրայի մասին ազորություն դնում։ Ես ուրեմն մի վարքյան ես ձեր մի վարքյան Տարից դրամոր։ Մուսայլան մի վարքյան ուրեմն ես ձեզ ասեմ ինչու՞մն է խնդիրը եւ այն նույն բանը պալատկան որ դրել են դեղ թե որ կոնկրետ որ բանն է անուններով էլ կարամ տամ բայց դասեմ հիմնականում լրատվամիջոցներն որ խառնում են հավաքի հերանիցում են ինչու որովհետեւ հիմնականում լրատվամիջոցներն դա թալանչիների կողմից ֆինանսավորված լրատվամիջոցներ են եւ ինչ նախաձեռնությունը նոմա ուզում են կամ կապեն այդ թալանչիների հետ կամ էլ բանանե պարավակացանը մեզ հանեն քաղաքական Հա, ասեմ հաղորդումներ էլ պատեսնում ենք։ Պարոն Օսկյան, ձեր ասած բոլոր հայտարարությունները օդ են, քանի որ դուք կոնկրետ անուններ չեք տալիս, որպեսզի իրավապահ համակարգը զբաղվի դրանով։ Ինչ անում ա ձեզ։ Ասում եմ վարքան է, ասում եմ գործը հարուցված է, տարիուկես առաջ, քուրիկ ջան, հասկանում եք։ Չէ գնահատականներ մի տվեք։ Դուք գնահատականներ լրագրող եք։ Էս որ մի լրատվական է։ Հրապարակալը մի հատ կորեք ստեղից։ Հրապարակը եկել է ստե ինչ ան։ Գնաց, որովհետև հրապարակը դա այն կեղտոտ լրատվականն է, որը միայն կեղտ է շփրտում։ Ու դուք եք ասեմ ինչի։ Այդ նույն հրապարակը դեռ մենք Արցախը հրապարակ թերթին ոչ ելույթ չեն տալու։ Հա։ Լուսաբանվի լայն տարածում։ Չեմ ուզում, ես ձեր կարիքը չունեմ, մենք հենա մեր Facebook-ը ունենք։ Մենք մեր Facebook-ը մեզ հերիք է, մենք ձեր կարիքը չունենք։ Ուրեմն կարճ ասեմ։ Ներով մի արեք, ես չեք կարող քշեք, ես մեր հայրենիք։ Հայրենիքի շմեք շում, հավաքի մի խառնվեք։ Հրապարակ թե կորիստերից։ Հանգիստ խոսեք նա։ Հրապարակ թե ուրեմն Կոնկրետ հրապարակ չեք ուզում լուսաբանենք։ Չէ, ուրեմն թեքվեք որ մյուս անգամ լրատվամիջոցների վերաբերյալ գնահատականներ։ Ուրեմն մենք ձեզ լուսաբանենք։ մենք դեր կարիքը չունենք, գնացեք ստեղից։ Հաշվառությունը տվել եմ ես նույն լրատվականներին, կտրել եք ձեր ուզածը տվել։ Դուք այսպես հարցազրույց ռումբ եք գցել Արայիկի դստավայի։ Կտրել եք ձեր ուզածը դրել։ Այս կեղտոտ լրատվականները կեղտոտ լրատվականները։ բոլորի մասին խոսքը։ Բոլորի դու ես ազգի խայտարակությունն ես։ Եթե ուզում եք հասկանալ, դու գործակալներ եթե ես։ ուզում եք հասկանալ, ում 168 գործակալներ ես։ Ես կարգի հրավիրեք։ ընդդիմության, իշխանության լրատվականներն ա բարակնում։ Ուզում եք ճիշտ իմանալ, խոսում եք թալանչիներից, հա։ Օսիպյան Արտուրին հարցեք տալիս, ասում եք թալանչին ով է։ Ասում եք, ես նույն Օսիպյան Արտուրն ա ձեր դեմը կայնած, ասեմ իմանալ։ Այս հավաքի կազմակերպողը մեկն է ես եմ։ Թալանչին ոստե շենք ունի, ինքը թալանչի է, ոստե խանութ ունի, ինքը թալանչի է, ոստե հյուրարոց ունի, ինքը թալանչի է, ոստե գարաժներ ունի, ինքը թալանչի է, ոստե բազաներ ունի, ինքը թալանչի է։ Ով քաղաքաշինության նախարարության վրա իր բազաները ծախել նոր տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ինքը թալանչի է, այդ սուկաների հետևից է եկել։
ասեմ իմանա։ Տեսնես Սամվել Բաբայանը հետ ինչ ունի Հայաստանում։ Ասամվել Բաբայանը ինչ կապ ունի ստե։ Ինչ կապ ունի։ Հա, անում ունի որպես այդ ղեկավարները Սերժ Սարգսյանի անունը տալիս։ Բախիշակ Ռոբերտ Քոչարյանը, բա ուրա։ Բա դուք ասում եք, որ Սերժ Սարգսյանը 30 տարվա մեջ միլիոնյա խրամատ չի սարքել, հիմա եկել է։ Կարոջի երրորդ ուժ ձեզ ձեր չի տալիս։ Երրորդ ուժ ձեզ ձեր չի տալիս։ Ուղիղ եթերի տակ եք դու։ Ուղիղ եթերի տակ եք։ Ուղիղ եթերի տակ եք։ Էսա մեր վիդեոներն եք դնելու ձերն էլ։ Երրորդ ուժ ձեզ Այնքան եք գրավ։ Ասեմ իմանաք, ձեր նմանների պատճառով են հայաստանցիք մզանազսվում։ Մենակ ձեր նմանների պատճառով։ Մենակ ձեր նմանների։ Դուք եք անում։ Պրովոկացիա։ Տեսեք ինչ եմ ասում, երբ որ մենք հավաքենք հարավիրում, հրապարակ թերթի չլինի։ Բայց ասես որ Պրովոկացիա եք անում։ Դուք գալիս եք պրովոկացիա եք անում։ Օսեփյանը ասել է որ դուք չգաք։ Հավաքը հայտարարողն է։ Հա։ Հանրային վայրում Եկել եք պրովոկացիա եք անում։ Ուզում եք Ցավտանի, մեր խոսես քեզ որա խուսնանը։ Խոսում են հդները, թողան եկան քինին։ մի կողմ քաշեք, որովհետև Իրանք իրենց աշխատանքն են անում, դուք մի որ պրովոկացիա են անում։ մի շփեք ու մի գնացեք դրանից հետո։ Իրանք իրենց աշխատանքն Ում հետևից ենք եկել։ Օսիպյան Արտուրից հետևից մի կապ։ Գնացեք, դե հիմա պրովոկացիա են անում, հարգելի։ իրենց աշխատանքն Համաձայն եմ, բայց չէ, բայց մի ուրիշ բան, ձեր դերն պարոն կապիտան, հա, բայց դե ձեր խնդիրն է, չէ, պրովոկացիաներից։ հարցեր են տալիս, այդ հարցը չես ուզում պատասխանես։ Բա ես չեմ պատասխանում, գնում են ուրիշի մի հատ հարց տա պրովոկացիոն, մի բառից կապում սկսում։ Իրանք իրենց գործով դուք ձեր Ասեմ, խոսում են հետո։ Դե լանդի միկրոֆոններ չես Ուրեմն վերագործողների հետ ոչ մեկ չխոսա։ Ոչ մեկ։ Աթովանի կենաստո խնգարը մամա, Ստեփանի կենան։ Չէ, թող գնա։ Հրապարակ թերթել մաշինը։ Ապրի ծապ տվեք, մալադեց, հարսանիքա, նկարեցի, նկարեցի։ Խոսում եք ցավտանի։ ընդդիմություն իշխանություն միասին եկել է ազները։ Միասիների երբ պահում են։ Խոսում եք, թողանի կենան զայլան տնանա քիննան, ինչան։ Ոչ մեկ։ Այս լրագրողներին ոչ մի հարցազրույց։ Դուք գործակալներ եք, հիմնականում հրապարակներն առաջ տայեք։ Ուղիղ եթերի տակ։ Նա խոսում չեմ, խոսում չեմ։ Ձեր պատասխանները Կոնկրետ ամենահանգիստն են պահում։ Գիտեմ, բայց տղան դու ես էլի, աղջիկներն էլ բացատրում։ Թեման ուրիշ հարթակի վրա մի տարեք։ Ստե քաղաքական Բաբայան, Էսպեգը, մեր հասկացողությունը Բաբայան։ Ստե աչի զախից։ Ասեկան ես ժողովրդի Ասեր ռոպերը պիլոտ։ Սամեշա Խարամանյանի կանչեցին քրակները